Վերջին զանգ հեռուստասերիալում, որքան էլ ցանկալի լինի կենտրոնանալ այլ թեմայի վրա, այսօրվա միակ ու կարևորագույն առանցքը Անգելինան է։ Այն ճշմարտությունը, որի հետ բախվեց նա, դաժան էր, անողոք ու ոչնչացնող։ Աննան էր, որ բացեց բոլոր փակված դռները, եւ պատահական չէր, որ հենց նա, որովհետեւ շուտով, երբ բացահայտվի մեծագույն գաղտնիքը, որ Անգելինան հենց իր կենսաբանական դուստրն է, այդ տորն էլ ու այդ խոսակցությունն էլ, այդ շոկային վիճակն էլ կդառնան մի կետ, որին նրանք երկուսն էլ շարունակ վերադառնալու են մտքով ու հիշողությամբ։ Անգելինան չէր հավատում իր լսածին, նրա ականջներում դեռ աղմկում են Աննայի խոսքերը։ Նա չի կարողանում ընկալել իրականությունը։ Հենրին ամիսներ առաջ պարզապես իմացավ, որ իր հայրը երեխա է ունեցել մեկ ուրիշ կնոջից։ Դա էլ բավական ծանր էր, բայց Անգելինայի համար այս ամենը գալիս է կրկնակի ավերիչ ուժով։ Մի ակնթարթում նա իմացավ, որ ծնողների դաստիարակությունը եղել է սիրով, բայց ոչ արյամբ, որ Վիկտորիան ու ավագը իր կենսաբանական ծնողները չեն, եւ որ Հենրին իր եղբայրն է։ Աննան նայում էր Անգելինային ամբողջ հոգով լցված ցավով։ Նրա աչքերում կար շատ մեծ կարեկցանք։ Աննան գիտեր, վաղ թե ուշ այս խեղկատակությանը պետք է մեկը վերջ տար, ու եթե դա պետք է լիներ հենց ինքը, ապա թող այդպես էլ լիներ։ Երեկոյան Անգելինան վերադառնում է տուն, բայց հիմա նույնիսկ դրան բռնակը բռնելը ցավ է պատճառում նրան։ Նա չգիտի ինչպես նայել հոր աչքերին, ինչպես խոսել նրա հետ այնպես ասես ոչինչ չի եղել, ինչպես ասել ճշմարտությունը, որպեսզի նրան հանկարծ ցավ չպատճառի, որովհետև ավագն ու Վիկտորիան 25 տարի շարունակ այնքան սեր ու ջերմություն են տվել Անգելինային, որ վերջինս իրավունք չունի փոխել իր վերաբերմունքը ավագի կամ Վիկտորիայի հանդեպ։ Իսկ այդ ընթացքում Աննան ստիպված լսում է Հենդոյի մեղադրանքը, հիմա էլ Հենդոյի հերթն է։ Երբ թվում էր, թե Սոսի անվստահությունը, Լիլիթի նվաստացուցիչ վերաբերմունքը, Միքոյի սառնությունն արդեն հերիք էին, գալիս է Հենդոն ու ասում նոր մեղադրանքներ։ Կարծես Աննան է պատժվում բոլորի մեղքերի ու սխալների համար։ Նա լռում է, բայց ոչ որովհետև չունի պատասխան, այլ որովհետև հասկանում է։ Հիմա կարևոր չէ արդարացումը, այլ համբերությունն է կարևոր, հանուն երեխաների, հանուն ընտանիքի նա պետք է դիմանա։ Բայց Աննան դեռ մի բան չի գիտակցում, որ ամենամեծ ցնցումը դեռ առջևում է։ Աննան դեռ չգիտի, որ իր դուստրը իրականում ողջ է, որ նա այն նույն Անգելինան է, ում աչքերի մեջ իր աչքերի արտացոլանքն է։ Եվ երբ այդ ճշմարտությունը ի վերջո բացահայտվի, լինելու է վերջին կաթիլը, վերջնագույն բացահայտումը, որ կփշրի ամեն ինչ, ինչը փորձում է դեռևս փրկել Միքոն, որովհետև պարզվելու է, որ ոչ միայն տարիներ շարունակ հավատացել է իր երեխայի մահվանը, որ Միքոն ոչ միայն զրկել է իրեն հարազատ դստերը սիրելու ու փայփայելու երջանկությունից, այլ հետո էլ ստել է ասելով, թե Անգելինան իր աղջիկն է, որպեսզի բաժանի Հենրիին ու Անգելինային, ստել է հերթական անգամ իր շահի համար։ Եվ այդ օրը շուտով գալիս է։ Աննան իմանում է ճշմարտությունը։ Իսկ Սոսը չնայած ցնցված է, բայց մեկ ակնթարթում լուսավորվում է։ Անգելինայի ողջ լինելը նրա համար նվեր է անցյալից։ Նա գիտի, ոչինչ չի կարող հետ բերել կորցրած տարիները, բայց հիմա գոնե կարող է ապրել գիտակցումով, որ իր դուստրը ողջ է ու այդքան մոտ։ Իսկ Լիլիթի ու Միքոյի համար սա հարված է, ուղիղ այնտեղ, որտեղ իրենք ամենաշատն էին փորձում վերահսկել։ Այսուհետ ինչ էլ լինի, Աննան ու Սոսը կապված են միմյանց հետ ընդմիշտ իրենց երեխայով, եւ այդ կապը ոչ թե զգացմունքային է, այլ կենսական, չխզվող։ Ամեն ինչ փոխվում է։ Այլևս ոչ մեկի խաղն ու սուտը չի կարող փրկել իրավիճակը։ Իսկ ճշմարտությունը, որքան էլ դաժան ու ցավոտ լինի, հիմա ունի նոր անուն՝ Անգելինա, որի շուրջ պտտվում են բոլոր իրադարձությունները։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անգելինան այսուհետ, իմանալով ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք։ Գիշերային դրսի տեսարանա, ինչ որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս։ Ես քեզ եմ սիրում։
Չլովին չի խանգարում, երջանիկ երգում ա մարդը։ Քեզն կարո Տոմս տեգինան կողակի։ Հոպ։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչ էր կատարվում։ Էսա։ Մենք չէինք ուզում։ Ես անձամ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Անակ եմ։ Շատ։ ինքս սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ՞ ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացավ մեզ։ Չէ, չէ, որ նորանա։ Մեզ Մեզ նորանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան, ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս մեզ։ Քիչ եկում է, բայց կա։ Ո՞ւն ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա վայ։ Չգիտեմ։ Հա, թարմա։ Որ սրամշեսը Կասկածում եք, երեխեք։ Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Դեռ որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Սկսած սցենարներս է, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք,